Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ուկրաինական կարգավորման եւ իրանական միջուկային խնդրի հարցերը։ Դա լավ խոսակցություն էր, բայց այն զրույցը չէր, որը կհանգեցնի անհապաղ խաղաղության, գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում, հավելելով, որ հեռախոսազրույցը տևել է 1 ժամ 15 րոպե։ Թրամփը նշել է, որ Պուտինն իրենց զգուշացրել է ուկրաինական վերջին հարձակումներին պատասխանելու մտադրության մասին։ Նախագահ Պուտինը շատ վճռականորեն ասել է, որ ստիպված կլինի պատասխանել օդանավակայանների վրա վերջերս իրականացված հարձակմանը, գրել է ԱՄՆ նախագահը, ըստ նրա խոսվել է նաև հակամարտության կողմերի իրականացրած այլ հարվածների մասին։ Անդրադարձ է կատարվել նաև Իրանի միջուկային ծրագրին, քննարկել են Իրանը եւ այն փաստը, որ միջուկային զենքի վերաբերյալ որոշում կայացնելու համար Իրանի ժամանակը սպառվում է։ Որոշումը պետք է արագ կայացվի, նախագահ Պուտինին հայտարարել են, որ Իրանը չի կարող տիրապետել միջուկային զենքի եւ հավատացած են, որ համաձայն ենք դրան, հայտարարել է Թրամփը։ Կայացել է նաև Վլադիմիր Պուտինի եւ Հռոմի Պապ Լևոն 14-րդ հեռախոսազրույցը, կողմերն ընդգծել են Հռոմի Ֆրանցիսկոս Պապի անձնական մեծ ներդրումը Ռուսաստանի եւ Սուրբ Աթոռի հարաբերությունների ամրապնդման գործում։ Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակման ընթացքում Պուտինը վերահաստատել է հետաքրքրվածությունը խաղաղությանը քաղաքական դիվանագիտական ճանապարհով հասնելու հարցում, ընդգծել, որ ճգնաժամի վերջնական արդար եւ համընդգրկուն լուծման համար հարկավոր է սկզբնական պատճառները վերացնել։ Վլադիմիր Պուտինը կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում է անցկացրել խնդրել Ստամբուլյան բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկուն զեկուցել վերջին հանդիպման արդյունքների մասին։ Մեդինսկու խոսքով Ուկրաինան առաջարկել է մինչև 60-օրյա զինադադար հաստատել Պուտին-Զելենսկի հանդիպման նախապատրաստելու համար։ Պուտինն էլ նշել է, որ հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է օգտագործել բոլոր միջոցներն, այդ թվում բանակցությունները։ Միևնույն ժամանակ նա կարծիք է հայտնել, թե Կիևը խաղաղություն չի ցանկանում, մեկնաբանելով Զելենսկու հետ հանդիպման հնարավորությունը, Պուտինը շեշտել է, ով է առհասարակ քննարկումներ վարում ահաբեկիչների հետ։ Հանդիպմանն անդրադարձ է եղել Կուրսկում եւ Բրյանսկում երկաթուղային ենթակառուցվածքներին, ուկրաինական ենթադրյալ հարձակումներին։ Քննչական կոմիտեի ղեկավարը նշել է, որ ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 1 միլիարդ ռուբլի։ Ոչ Ուկրաինան, ոչ էլ նրա գործընկերները լուրջ չեն վերաբերվում Ռուսաստանի առաջարկներին, որոնք հունիսի 2-ի Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ փոխանցվել են ուկրաինական պատվիրակությանն, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի պահանջները վերջնագրերի նման են եւ չեն կարող բավարարվել։ Զելենսկին կրկին առաջարկել է գրագը դադարեցնել առանց նախապայմանների, հավելել, որ հրադադարից հետո կարող է տեղի ունենալ երկու երկրների ղեկավարների հանդիպում, հնարավոր է ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Զելենսկին վերստին հաստատել է պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինին նույնիսկ վաղը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 4-ին վերականգնել է իր առաջին նախագահական ժամկետի քաղաքականությունը եւ հայտարարել, որ 12 երկրների քաղաքացիներին կարգելվի այցելել Միացյալ Նահանգներ, իսկ 7 այլ երկրների քաղաքացիների նկատմամբ մուտքի սահմանափակումներ կմտցվեն։ Արգելքը ուժի մեջ կմտնի հունիսի 9-ին, նոր արգելքը տարածվում է Աղվաստանի, Մյանմայի, Չադի, Կոնգոյի Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Էրիտրեայի, Հայիթիի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի եւ Եմենի վրա։ Իսկ վիզային խստացված սահմանափակումների տակ հայտնված երկրներն են Բուրունդին, Կուբան, Լաոսը, Սերիա Լեոնը, Տոգոն, Թուրքմենստանը եւ Վենեսուելան։ Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի եւ Իրանի նախագահները, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Իլհամ Ալիևի եւ Մասուդ Փեզեշքյանի հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է, որ ներկայումս երկու երկրների համապատասխան պետական մարմինները շարունակում են ջանքեր գործադրել Իրանի նախագահի պաշտոնական այցի ընթացքում դրված նպատակների իրագործման համար։ Թուրքիան ներկայումս մարզում եւ խորհրդատվություն է տրամադրում սիրիացի զինվորականների երկրի պաշտպանությունը բարելավելու համար եւ Անկարան մոտ ժամանակներս մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Սիրիայից կամ տեղափոխել նրանց գտնվելու վայրը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Reuters-ի հետ գրավոր հարցազրույցում։ Աղբյուրի համաձայն Սիրիայում ներկայումս տեղակայված է ավելի քան 20,000 թուրք զինվորական։ Գյուլերի խոսքով դեռ շատ վաղ է քննարկել նրանց այդ երկրից հեռացնելու կամ տեղափոխելու հարցը։